Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի ծնող խորհրդի նախագահ Մարիամ Պողոսյանն ահազանգում է. դպրոցն ունի հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարեցված ընդամենը 2 գազել, որոնք մաշված են եւ չեն ապահովում երեխաների անվտանգ տեղափոխությունը։ Մեքենաները բավականին հին են, հաճախ են փչանում, երևի տեսնում եք հաճախակի վերանորոգվում են, հնարավոր է նաև լինում են դեպքեր, երբ որ շաբաթներով վերանորոգվում են եւ երեխաները, այսպես ասենք, զրկվում են կրթության իրավունքից, խախտվում են նրանց հավասար կրթություն ստանալու իրավունքները եւ ստիպված նրանք հետ են մնում հասակակիցներից։ Հնամաշ գազելներ են 12 տարվա, որոնք պարբերաբար խափանվում են, ասում է մեքենաներից մեկի վարորդը։ Հասարակություն չի, ուսը թերությունա վերահսկում։ Բայց ծնողներն ահազանգում են, որ գրեթե ամենօրյա ռեժիմով են այս թերությունները լինում։ Այսինքն իրենք հնամաշ ծնողները պետք է արդեն վերևներ ահազանգեն, որ ամեն առած զապշաստը երկու օրը կողտրվում է։ Գազը ինչ է, գազը ապրանք։ Վաճառում է եւ փող արժի ու դրոցի փողից է։ Իսկ լինում է, որ օրինական սարքության պատճառով երեխաները ճանապարհին մնան, ճանապարհին փչանա։ Իմ մոտ երևի ես 5 տարվա մեջ մի անգամ ա։ Ըստ Մարիամ Պողոսյանի քաղաքապետարանը պատրաստվում է ժամանակավոր ավտոբուս տրամադրել, սակայն այն ոչ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաներին, ոչ էլ նոր է։ Ակնկալում է, որ քաղաքային իշխանությունը տրանսպորտի արդիականացմամբ ավելի հիմնավոր կզբաղվի։ Քանի որ դպրոցին գծված է 2 վարորդ եւ 2 ուրեմն ուղեկցորդ, ես ոնց հասկանում եմ հաստիկային իրանք խնդիրել ունեն, այսինքն եթե լինի 3-րդ մեքենա, իրանք ոչ վարորդի վճարելու կամ վարձելու, ոչ էլ ուղեկցորդի համար նախատեսված ինչ-որ բան ունեն։ Այսինքն եթե դա տալիս են, պետք է զուգահեռ եւ վարելիքը եւ վարորդը եւ ուղեկցորդը լինի, եթե տալիս են ժամանակավոր, գոնե գրավոր ասնեն, ինչ ժամկետ Մարիամի երեխան սովորում է 9-րդ դասարանում եւ արդեն 2 տարի հաճախում թիվ 17 հատուկ դպրոց։ Պատմում է, որ պարբերաբար դիմումներ ու նամակներ է ուղարկել պատկան մարմիններին։ Խնդրի մասին տեղյակ է նաեւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեր այս հնամաշ, հաճախ փչացող փողոցի մեջտեղում փչանում են եւ ուղեկցորդները զանգում են ծնողներին, որպեսզի նրանք հասնեն այդ X միջավայրը ճանապարհի կեսին, որ փչացել է եւ երեխաներին կարողանան տուն ուղեկցեն կամ բերեն դպրոց։ Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին տրանսպորտային միջոցի հատկացումը բարի կամքի դրսևորում է, հիշեցրին դպրոցը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ենթակայության տակ է։ Իհարկե հաշվի առնելով, որ Երևանի բնակիչները, երևանցիներն ի վերջո երեխաներ են օգտվում, հնաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ են օգտվում, մենք այս լուծումն ենք այս պահին գտել, հաշվի առնելով, որ այդ դպրոցում սովորող բոլոր երեխաները չէ, որ օգտվում են սայլակից եւ հարմարեցված ավտոբուսի անհրաժեշտությունը իհարկե կա, բայց ոչ բոլորի համար է այն, գոնե որոշակիորեն այդ խնդիրը լուծելու համար է։ Պաշտոնյայի խոսքով այլ լուծումների շուրջ այս պահին եւս մտածում են, բայց արդյոք հնարավոր չէ տրանսպորտային միջոցը կահավորել, հետո տրամադրել դպրոցին, հարցրինք Մարգարիտ Խաչատրյանին։ Դա հավելյալ տեխնիկական եւ փաստաթղթային դժվարություններ է առաջացնում։ Նորից եմ ասում, բոլորը չէ, որ օգտվում են սայլակից, այսինքն հենց այդ տեսքով, այդ վիճակով այդ տրանսպորտային միջոցը վստահաբար օգտակար է լինելու այլ երեխաների։ Թե ավտոբուսը երբ կտրամադրվի, պաշտոնյան հստակ ժամկետ չնշեց, միայն ասաց օրերս։ Իսկ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից մեր հարցերին ի պատասխան միայն հայտնեցին, դպրոցն ապահովում է աշակերտների տեղափոխումը։ Մնացած դեպքերում տեղափոխումն ապահովում են ծնողները կամ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը կարող է լրացուցիչ օգնություն ցուցաբերել որպես պատասխանատու համայնք։ Միևնույն ժամանակ նախարարությունը պատրաստ է քննարկել տրանսպորտային միջոցը սովորողների հատուկ կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունը։ Թեմային անդրադարձ է եղել նաև ավականու վերջին նիստում։ Ավինյանը հայտարարեց, որ երեխաների տեղափոխության համար կտրամադրեն տրանսպորտային միջոց։ Պարոն Ավինյան, ես ես հորդորում կոչ եմ անում հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի հարցը այդուհանդերձ լուծել, դա ամոթ եւ խայտարակություն է այս քաղաքի համար։ Շնորհակալություն պարոն Սուքեսյան, մենք լուծում տվել ենք հարցին, մեր 20 դպրոցի չօգտագործվող տրանսպորտային միջոցը հատկացնելու ենք ձեր մատնանշած դպրոցում երեխաներին տեղափոխելու համար։ Թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենն ասաց, որ մեկնաբանություն չեն ուզում տալ, վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը։